ուսուցիչ Լևոն Մոսինյանը։ Բարև ձեզ, պարոն Լևոն, ուրախ եմ, որ դուք այսօր մեր հյուրն եք եւ այդ իսկ պատճառով մի քանի հարց եմ պատրաստել, որ ձեզ պիտի անպայման այդ հարցերը տամ։ Բայց ի սկզբանե ասեմ, որ ինձ շատ հետաքրքրեց, թե տարբերությունը ինչումն է տիբետյան բժշկության եւ մեր regular բժշկության, մեր ակադեմիական բժշկության։ Շատ կարճ պատասխանեմ, որ արևելյան բժշկությունը, թե տիբետյան, թե հին, հնդկական, այուրվեդա, չինական եւ այլը, տարբերվում է արևմտյան բժշկությունից նրանով, որ նրանք ոչ թե հիվանդ օրգանն են բուժում, այլ մարդուն են ամբողջովին բուժում, որպեսզի պատճառն էլ վերանա։ Իսկ արևմտյանը պատճառը հետևանքն են բուժում։ Մարդը հիվանդացել է, այդ հիվանդության համեմատ դեղորայքով եւ տարբեր միջոցներով փորձում են բուժել։ Տարբերությունը հիմնական դա է։ Իսկ հոգեբանության հետ կապ ունի։ Ամեն ինչը հոգեբանության հետ կապ ունի, որովհետեւ մենք սկզբից հոգի ենք, հետո նոր մարմին։ Մարմին առանցին չեն հոգին մարմինից, չեն առանձնանում։ Չի կարելի առանձնացնել, որովհետև առանց հոգի մարմինը չի կարող մարմնավորվել եւ առանց մարմին էլ հոգին ինչ ձևով պետք է մարմնավորվի, եթե նկատի ունենք մարդուն։ Եթե հոգին չկա, մարդը մսագունդ է, նա գոյություն չի կարող ունենալ, որովհետև մենք մարմնավորվում ենք էվոլյուցիան կատարելու համար։ Նույնիսկ եթե մարդը խենթ է հենց իմանալ, խելքը կորցրել է, խենթ է, հոգի ունի, չէ։ Իհարկե ունի։ Տարբերվում է, բայց առողջ մարդուց այդ հոգին։ Այնքանով, որ նրա հոգին ուրիշ չափման մեջ է ընկնում, տարբեր տեսակի նյարդային ցնցումներ տանելով, թե անձնական, թե ընտանեկան, թե ազգային, թե համամոլորակային։ Եվ նա ընկնում է ուրիշ չափման մեջ արդեն։ Բայց երբեմն նա տեսնում ես, որ այն խելացի պայմանականորեն իր վարքը նորմալ պահելու մարդուց ավելի տարբերվում է դրականորեն։ Երբեմն։ Իսկ այդ դեպքում ինչի օրինակ հայոց հայկական եկեղեցին ընդունում է, որ հոգին 7-րդ օրն է անջատվում մարդուց, իսկ ուղղափառները, ռուսները 9-րդ օրն են գտնում։ Գիտեք, այդ Հիսուսը երբեք կրոնների մասին չի խոսել, սկսեն Հիսուսի մատուցման ուսմունքից։ Նա երբեք կրոնի մասին չի խոսել է ուսմունքի մասին։ Ուսմունքը տրվում է Աստծո կողմից։ Եվ ովքեր որ պատրաստ ինչ ուսմունք նկատի ունեք։ Մարդագիտություն ուսմունքը, աստվածաբանական ուսմունքը։ Այսինքն Թեոսոֆիա։ Տեոն Աստվածն է, Սոֆիան էլ ուսմունքը։ Ոնց որ ասում ենք, էլ մի փիլիսոփայի, բայց ֆիլոսոֆիան նշանակում է սիրո ուսմունք։ Մարդիկ չգիտեն, ինչ որ բան են լսել եւ վիճում են, ինչ որ բանի համար, բայց իրականում տեղյակ չեն։ Ընդհանրապես վիճողները տեղյակ չեն։ Չի պետք չի պատասխանել, պիտի լսես ուղղակի։ Չի պատասխանել, բայց ոչ թե խռովելով, նեղանալով կամ վեճը չշարունակելու նպատակով, այլ ուղղակի տեսնում ես, որ մարդը չի ընդունում։ Հիսուսն ասում է, եթե չեն ընդունում, դուրս արի շեմից, շրջվիր, կոշիկները թափ տուր եւ հեռացիր, բայց չի ասում չարացիր, վրեժխնդրությամբ լցվի։ Կոշիկները թափտուր, այսինքն այդ տեղի էներգիան, այդ տեղի մտքերը, խոսքերը, դեպքերը քեզանից հեռու պահի, թափտուր քեզանից, դուրս հանի, մի հիշողությանդ մեջ պահի, որ չարությունը չավելանա։ Շատ կարևոր բաներ է ասվում, որ տողատակերը ովքեր չեն հասկանում, այսինքն ֆանատիզմի մեջ են ընկած եւ չեն կարողանում կողմնորոշվել, թե ուրիշ ձևով չէր կարող ասել է Հիսուսը, որովհետեւ ես ճիշտ եմ հասկանում եւ ամեն մեկը այդպես մեկնաբանում է։ Բայց պետք է բոլոր զգան, թե ինչու համար է Հիսուսն ասում, որ շրջվիր, թափտուր, այսինքն մտքիդ մեջ մի պահի ոչ մի վատ բանը։ Քեզ չեն ընդունել,
ուրիշ տեղ կընդունեն։ Ոնց որ մի հատ անարատ մեղր ես դու բաժանում, եւ շաքարակլորի բիզնեսներ դրած մարդիկ, իհարկե պետք է բամբասեն, կարող է պատուհանը բացեն, մի հատ էլ քար գցեն վրա անբան, բայց այդ տեղանքից հեռանում ես, տանում ես ուրիշ տեղ ես բաժանում։ Բայց Հիսուսը նաև ասել է, որ ներիր։ Այո, եթե հեռանում ես։ Բայց այս ներելու մեջ ինչ որ տարբեր նյուանսներ կան, էլի։ Ես հասկացա ինչ եք ասում։ Ներել չի նշանակում մնալ տեղում, որ շարունակեն իրանց տգիտությունով քեզ վիրավորել։ Դու ներում ես, բայց էլ չես գնում։ Բայց պատասխանել է պետք այդ պատասխանել արդեն ներել չկա։ Երբ որ դու պատասխանում ես, էներգափոխանակություն ա լինում։ Քո դրականը իր մոտ դառնում է բացասական, առիթ է տալիս, որ նա ավելի շատ խոսա, ավելի ձայնը բարձրացնի եւ չարանա, որովհետեւ չարությունը իր մեջ կա։ Եթե չլինի, ինքը այդ ձևով չի խոսա։ Այնպես որ ինչքան ներես։ Դե Հիսուսն ասում է 7 անգամ 70, բայց դա սիմվոլիկ թիվ է։ 7-ը սիմվոլիկ թիվ է, գիտենք։ 7 օրում աշխարհներ ստեղծեց, 7 օր 7 գիշեր, հարսանիքները։ 7 օրից հետո շունչը գնա։ 7 սարի հետևում, հսկաները 7 եւ այլն։ Մեր օրերը, շաբաթվա օրերը 7 օր, 40-ից առաջ 7 օր, այդ 7-ը արդեն գաղտնագիտության մեջ, ինչու գաղտնագիտության, որովհետեւ առաջներում ոչ մի սուրբ գաղափար չէին ամեն մեկի առաջ մտնում, դրա համար Հիսուսը ասում էր խոզերի առաջ մարգարիտները շահմի տվեք այդ նպատակով։ Հիմա 7 անգամ 7-ը 70-ը դա նշանակում է 7-ը, որ մենք մեզ ծանոթ է, ինչա 7 անգամ այդ 7-ին մի հատ էլ 0 ավելացրած 70 այդքան անգամների, բայց մարդը այդքան չի կարող ներել ու հաշվի, այսօր ես արդեն 10 անգամ ներել եմ, վաղը պետք է փորձեմ 12 անգամ ներեմ, թիվը չի կարևոր, կարևորն այն է, որ երբ որ շատ ներում ես, դա դառնում է հատկություն, ոչ թե ծրագրված գործողություն, բարոյահոգեբանական հաղորդակցության որակ, այլ դա արդեն քոնն է դառնում, դու էլ կարիք չունես հիշես, սրան ներեմ, թե նրան ներեմ, սրան քիչ ներեմ, նրան շատ ներեմ, դրա կարիքը չի լինում, որովհետև դա հատկությունն է, դու ուրիշ բան չես կարող անել։ Դրա համար է ասում 7 անգամ 70։ Կոնկրետ թիվ չի ասում։ Մի ցույց տուր առհասարակ, ուշք մի դարձրու արդեն։ Դա ծրագիր է, որ ես չպետք է առիթ տամ, ծրագիր ես վերցնում։ Ես պետք է ներեմ, դա էլ է ծրագիր։ Ամեն ինչը ծրագիր է, մինչև դու չես։ Ես սրտիս մոտ չընդունեմ, հա, երևի։ Դա առաջի աստիճանն է։ Ահա։ Բայց ինչպես կարող ես։ Բայց քան 7 աստիճան կա, չէ՞ կարծեմ։ 7 հասնես արդեն Հիսուսի վիճակին։ Պայմանական 7 աստիճան, բայց ինչքան մարդիկ կան 7 անգամ ոչ թե 70, 7 անգամ 7000-ից ավելել չեն կարողանում։ Թեկուզ եւ որոշեն։ Եթե հատկություն չի դարձել, քանի անգամ ուզում ես մտածված ներիր։ Օրինակ, վատ խոսք են ասում, հիմա երկու տարբերակ ունենք։ Մեկը անմիջապես ներելու եւ սիրով շարունակելու խոսքդ, որը սիրո միջոցով նրան կարող ես բերանը փակել եւ հետո հանգիստ խոսալ բացատրել։ Սա ավելի հասկանալի է եւ ձեզ համար եւ իր համար ընդունելի եւ ունկնդիրների համար, քան թե դու ուզում ես լեզվակռվով ապացուցես, որ դու ճիշտ ես։ Ոչինչ չի ստացվի, եթե դու դե հենց դա բանն էլ դրանում է, որ ես տարբերակներն եմ ասում։ Մինչև մարդը հատկություն ձեռք չի բերում, որ ոչ թե ձեզների, որովհետև ձեր պաշտոնը բարձր է, այն մեկն էլ շատ դրամ ունի, նրանք իրար հետ կարող են համագործակցել, այն մեկն էլ ֆիզիկապես ինձանից ուժեղ է, նրան էլ պետք է ներեմ, դա ներել չի։ Նույնն էլ ազնվությունը։ Եթե մեկի հետ ազնիվ ես, մյուսի հետ անազնիվ ես, որովհետև ընդեղից շահ ունես, իսկ այն մյուսից չունես, դա ազնվություն չի։ Դա երկնքում դիզվող գանձերը չեն, որ Հիսուսն ասում է։ Երկնքում դիզվում են հատկությունը քո,
որ առանց լեզվի մարդիկ տեսնում են դու ով ես։ Առանց շատախոսելու տեսնում են քո աուրան են զգում, քո էներգիան, այսինքն քո ճառակումը իրանք հասկանում են, որ լարված չես։ Դու չես ուզում իրան վիրավորես։ Դու ուզում ես ճշտես հարցը։ Չես ուզում, որ ես ճշտեմ։ Դու ես քեզ ճիշտ համարում։ Ոչինչ, ուրիշ անգամ կարող է շարունակենք։ Այսօր ստեսություն չհոգնածնենք իրար։ Մյուս անգամ ուրիշ ձևով ես մոտենում։ Լավ, մի հատ անգրագետ հարց տա։ Բոլոր հարցերը գրագետ են, որովհետև ուզում են։ Ներեցի։ Ի վերջո, ինչ է դա տալիս ինձ։ Որ ներում եմ։ Ասեմ ինչա տալիս։ Ինչա տալիս դա։ Ասեմ ինչա տալիս։ Ինչ որ մի քիչ կոպիտ հարց եմ տալիս, բայց չէ, շատ ճիշտ հարց է, շատ տեղին, որովհետև այդ հարցը տվել են, երբ որ ես ժամանակին խոսել եմ այդ մասին։ Գիտեք, երբ որ ներում եք անընդհատ ձեր ասացի նման, ինչքան կարելի է ներել, նոր մի քիչ առաջ ասեցի, դուք ձեռք եք բերելու ներելու հատկություն։ Ինչ է ինձ տալու։ Այնա տալու, որ ինչի համար ենք մենք ծնվել, մարմնավորվել ավելի ճիշտ, որ երկնքում դիզենք մեր գանձերը, ոչ թե մրցենք ով է հարուստ, ով է ուժեղում, պաշտոնաբարձուրում, տներներ մեծ եւ այլն։ Դրա համար չենք ծնվել, բայց մենք դրանով ենք զբաղված։ Դրա համար էլ չենք կարող պատկերացնենք, ինչ է ինձ տալու, որ ես իմ ունեցվածքից տամ չունեցողին։ Ինչն է ինձ տալու, ոչ մի բան, եթե սրտով ես տալի, երկնքում է դիզվում, եթե թեկուզ են վերջինը գալիս են ուզում են ու տեսնում են, որ դու չունես, բայց փորձելու համար են ուզում, փորձելու համար, երբ որ զգում եք, որ ուզում են, չեք տալիս, ասում եք, կներես, ես էլ ընտանիք ունեմ, ես էլ երեխաներ ունեմ, չես տալիս, մերժում ես, բայց մերժելու քանի ձևեր կան, էլի ասեմ 7 անգամ 70 Չէ, բայց ներեցի, հետո այս կյանքում, հետո պարզվեց, որ էլ ուրիշ կյանք չկա։ Մենակ այս կյանքն է։ Այ արդեն ուրիշ նյութ եք բացում։ Ստեղ արդեն սատանան խառնվում է։ Չէ, սատանան չի խառնվում մեր կյանքի մեջ։ Մենք ենք իրան առիթ տալիս, որ խառնվի։ Երբ որ մենք Աստծուց հեռու մտածում ենք, Աստծուց հեռու սնվում ենք, այսինքն ինչքան որ մեր չափն է, այդքան չենք սնվում, սովորություն ենք դարձնում ավելի անկուշտ ենք, որովհետև կողքինս ինձնից շատ կերավ, բա ո՞նց է ինքը դիմանում է, ես չէ, ես էլ պիտի ուտեմ, բա կողքինս գողավազակը ինձանից լավ է ապրում։ Դա մեծ մեղքերն է, չէ, մարդկության։ Ամենամեծ մեղքերը 7 մեղքերի մեջ են մտնում բղջախոհություն, ворկրամոլություն։ Մի խոսքով հատկություն ենք ձեռ բերում, որ ձեր ասած հարցը, որ բայց ինչ եմ ես շահելու, իսկ ազնվությունը անելու շահի մասին մտածում եք, ոչ, արդեն հատկություն է դարել, ուզեք, չազեք, դա ձեր հատկությունն է։ Չէ, բնավորություն կարող է և չունես այդ գիծը բնավորության, բայց դա ձեռք ես բերում։ Այո, դառնում է ձեր բնական, այսինքն ձեր բնությունն է դառնում, բայց ի սկզբանե մեր բնությունը ազնվությունն է։ Համագործակցությունը, փոխօգնությունը, ոչ թե մրցումը, հաղթելը, հետո ընկճելը, էլ չեմ ասում սպանելը, հետո էլ կոճակին սեղմելը ու հազարներով վերացնելը։ Դա չի մեր նպատակը, ծնվելու, մարմնավորվելու։ Դրա համար էլ երբ որ հատկություն եք ձեռք բերում, ուզում է բերեն ձեզ 1 միլիարդ դրամ տան, ասեն, արի սուտ խոսա, այն մեկը հանցագործանան վերացնենք։ Չեք կարող, դուք չեք կարող քնել, որովհետև դա ձեր հատկությունը չի, դա ձեր բնությունը չի։ Դե գնացեք շներին, ասեք, որ այն մարդը ճիշտ է քեզ շատ է սիրում, բայց գնա նրան կծի։ Արի քեզ շատ կկերակրեն բան, շունը չի անի, որովհետև շան բնավորությունը, հատկությունը, բնությունը, հավատարմությունն է։ Դրա համար էլ մարդուն շանտերը, որ միտեղ է գնում, շունը հետևից գնում է։ Բայց կատվին, որ թողնում ես տունը ու գնում ես, կատուն հետևիցը չի գա։ Մեր քաղաքակրթությունը հիմա այսպես չի, որ ես մեկին սիրում եմ, որտեղ նա ինձ սիրում է։ Ես նրան լավություն եմ անում, որտեղ նա ինձ լավություն է անում։ Եվ նույնպես ես վատություն եմ անում, որովհետև նա ինձ վատություն է արել։ Հիմա ամենաբարձրը աստիճանը, որ կանգնած ես, դու պիտի սիրես ոչ թե դրա համար, որ քեզ սիրել է, այլ ես կարող եմ սիրել այս
մթնոլորտը, անշունչ առարկաները, մի ծառ սիրեմ, ծառը ինձ ոչ մի բան չեմ։ Այդ արդեն կլինի այն ամենավերջի գագաթը, հա, մարդկության ինչ որ բարձրության, մարդու հոգու բարձրության վեհությունը եւ վեհությունը հոգու։ Սերը առանց իմաստության չի կարող սեր լինել։ Երբ որ իսկական սերն է մտնում մեջդ, որ նույնիսկ եթե վիրավորում են, այդ պահին վատ ես զգում, բնական է։ Մենք մարմին ունենք, ցավում է, մենք զգացմունքներ ունենք, բայց երբ որ հասկանում ես, որ անցյալ կյանքում էլ կարող է ես եմ իրան շատ վիրավորել, ու այս կյանքում ինքը իր պարտքերը հետ է տալիս, ես ինչպես կարող եմ շատացնել, այս կյանքում էլ իրան վիրավորել, որովհետև իմ պաշտոնը բարձր է, այո, բայց մյուս կյանքում պաշտոնդ բարձր չի լինի, որովհետև չարաշահել ես։ Մյուս կյանքում այդքան դրամ չես կարող աշխատել, նույնիսկ գողությամբ, որովհետև չարաշահել ես, քեզ չի տրվելու։ Ամեն ինչ Աստծո ձեռքն է, կարճ ասած։ Ինչ որ մենք ցանել ենք, եւ չենք հնձել այս կյանքում, մյուս կյանքում պարտավոր ենք հնձելու։ Դրա համար էլ մարդը, գիտաշխատող մարդը, տեսնում ես անտուն է, հոմլես են ասում ստեղ, չէ՞։ Խոսում ես հետո ամեն ինչից գիտի, եւ ոչ միայն գիտի, այլ արտահայտվել գիտի, բացատրել գիտի։ Այս սրանք տարբեր բաներ են։ Հիշողությունով ձեռք բերած տեղեկությունները գիտելիք չեն։ Գիտելիքը այն է, որ քեզ երջանկացնում է։ Աշխատավարձդ է բարձրացնում, պաշտոնդ է բարձրացնում, բայց չի մեծամտացնում։ Գիտելիքը դա է, բայց մենք ունենք այդ գիտելիքը։ Նույնիսկ գիտելիք չունենք, տեղեկությունների հաշվին դիպլոմ ենք ստացել, տեղեկությունների հաշվին աշխատանքի ենք ընդունվում, տեղեկությունների հաշվին աշխատավարձը բարձրանում է։ Գիտելիքը մտնում է անհատ մարդկանց մոտ, որոնք որ անցյալից ինչ որ տվյալներ ունեն եւ այս կյանքում իրանք ավելի առաջ են գնում։ Ինչու՞ մարդիկ նույն դասարանում նստած էին, նույն դասերը լսել են, համալսարանում նույն դասերը լսել են բոլորը։ Ինչի մեկը գնում է գողավազակ է դառնում, իսկ մյուսը ներքին ձգտում ունի, բարձրանում է։ Կարման գիտելիքով։ Այո, կարման հենց այդ կարմայից վախենում են մարդիկ, մանավանդ թերահավատները ու անունապաշտները, դրա համար չուզեցա այդ անունը տամ։ Հենց որ կարմայից սատանայից է։ Ասում ես վերամարմնավորում սատանայից է, այդպեսի բան չկա։ Հա, այդպես են ասում։ Եթե չեն կարողանում պատասխանեն հարցիդ, այդպես են ասում։ Որովհետև ուզում են, որ այս կյանքում դու անընդհատ ներես այն մարդկանց, ում որ չպետք է ներես։ Հիսուսը տենց բան կասեր։ Ես մի հարց ունեմ տալու ձեզ, ուզում եի ճիշտ ասած հաղորդումից դուրս այդ հարցը ձեզ տալ, բայց ինձ թվում է մեր հերոստատիտողին էլ դա կհետաքրքրի։ Անձնական բան է, շատ անձնական։ Ուրեմն երազումս տեսնում եմ իմ մայրիկիս, որը մահացած է դժբախտաբար։ Եվ իրեն հարցնում եմ, ասում եմ, չէ, ոչ թե հարցնում եմ, այլ ասում եմ, մամա, գիտես ինչ, դու ես այն աշխարհում էի, երբ որ այն աշխարհում էի, ես քեզ տեսա եւ ասեցի, վայ, դու ինչ լավն ես, ես կուզեմ քու բալիկը դառնամ։ Մյուս կյանքում կուզեմ քու բալիկը դառնամ։ Եվ հանկարծ ուրեմն կարդում եմ մի շատ կարևոր գիրք, շատ գրագետ մեկի գրած գիրքը, որը գրում է, որ երեխաները երբ որ ռեինկարնացիա է լինում, այն աշխարհում իրենք են ցանկանում ում երեխան դառնալ։ Ուրեմն ես կանխագուշակել եմ, ինչ եմ արել, չհասկացա այդպես էլ իհարկե, բայց պարզվեց, որ ճիշտ երազ եմ տեսել։ Որ այդպես ասում են, երեխան նոր է ծնվում, ոչ մի բան չի հասկանում, ոնց կարար ինքը ընտրեր։ Այդ երեխան, որ այս կյանքում ամեն հիշողությունը ջնջված գալիս է, որ իր անցյալում ձեռք բերած որակները շարունակի, որ էվոլյուցիան առաջ գնա։ Եթե ոչ, բոլոր մարդիկ մի կյանք ունեն, նույն ձևի ծնվում են, նույն ձևի մեռնում են ու վերջ, էլ էվոլյուցիան որտեղ գնաց։ Որտեղ է կատարելագործվում մարդը։ Ոչ միտեղ, եթե մի կյանք ունի։ Հազիվ է հասցնում ծնունդները շնորհավորի, որ լավամարդեր է վա, որ իմ երեխաներն էլ նրա ծնունդները շնորհավոր են, նրանցն էլ իմը, ու սենց բավ ենք, էլի կյանքը թող վերջանա գնա, կարևորը ուրախ կլինենք։ Բայց դա ուրախություն է։
Չէ, դա ուրախություն չի, բայց ուրախություն էլ է հարկավոր իսկ կյանքում ունենաս ի վերջո։ Ուրախությունը անընդհատ լաց լինել։ Չէ, ես լացի մասին չխոսեցի, ծայրահեղություն վերցրեցիք։ Ես լացի մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ, ուրախությունը ուրիշ բան է, ծիծաղը ուրիշ բան է։ Ծիծաղը անեկդոտի վրա է ծիծաղում, ինչ որ մեկը ընդեղ ընկավ, մեջքը կոտրվել է, բայց դու չես տեսել, ծիծաղը տեկավ, բոլորը ծիծաղում են։ Ծիծաղը ուրիշ բան է, ծիծաղը վարակ ունի եւ այլ եւ այլ։ Ուրախությունը չես կարող վարակել, որտեղ դա ներսն է, խաղաղություն է պահանջում եւ Աստծո հետ կապ է պահանջում։ Երբեք որ անլանդակ մեկ անեկդոտներ են պատմում ու ժամերով հրհրում են, մեկի ինքնասիրությունը վիրավորելով, այդ ծիծաղը երբեք չի կարող ուրախություն լինել։ Ուրախությունը քո ներսն է։ Նա պայմաններ դրսից պետք չի որ դու ուրախ լինես։ Բայց ծիծաղը կյանքդ երկարացնում է, եթե հիվանդես առողջացնում է քեզ։ Կարճատև, նայ, կյանքը երկարում է, նախ կյանքը պարան չի, որ իրար կողքի դնենք, ասենք, իմ պարանը երկար է։ Արդեն այնտեղից է գալիս, թե ինչքան պիտի ապրես, հա։ Ավարտեմ, մի րոպե։ Կներեք։ Ու չէ, ներելու բան չկա, ուղղակի, որ բացատրում եմ, ուզում եմ ամբողջական բացատրեմ։ Կյանքը, որ ասում ենք ուրախ անցնի, այդ ուրախը ուրախ չի։ Այդ մեզա զվարճալի է, այդ ուրիշ բան է, զվարճանքը ուրիշ բան է, ներքին ուրախությունը ուրիշ բան է, ծիծաղը ուրիշ բան է, քմծիծաղը ուրիշ բան է, արհամարական ծիծաղը ուրիշ բան է եւ ընդօրինակված ծիծաղը, որ մեկից լսում ես, սենց քահ ծիծաղում, ծիծաղը երանգներ ունի շատ ըստ մակարդակի։ Ուրախությունը մեկ երանգ ունի։ Մարդը եթե Աստված ունի, ոչ մեկի հետ չի վիճում, ոչ մեկին չի դատում, չի մեղադրում։ Այդ ուրախությունը խաղաղության մեջ է։ Վեճերի մեջ ուրախություն չկա։ Կա ծիծաղ եւ գոհունակություն, բայց դա ուրախություն չի։ Չգիտեմ կարողացա ես այո իհարկե տարբերությունները ասել, որովհետև շատ կարևոր է, մարդիկ ասում են, դե գնա հարսանիքին գնացինք, ապարեցինք, կերանք, խմեցինք, ուրախացանք, եկանք։ Իսկ հարս ու փեսան, որ առաջի անգամ պետք է իրար մոտենան, կարմայանները փոխանակվեն սերային կապի, առաջին կապի։ Իսկ նրանք ինչ առողջությամբ, ինչ տրամադրությամբ, ինչ աուրայով հիմա պետքա փոխանակվեն եւ երեխա ծնվի, մարդ ծնվի։ Շատ բաներ կան, մարդիկ չեն էլ ուզում լսեն։ Հենց որ մի բան ասում ես, որ իրանց սովորությունը չի ընդունում դա, կարող են կրակել, եթե քեֆը լավ է։ Դե գնա։ Այն ինչ որ անում են շատ հաճախ։ Դե անում են։ Ինչի ես վերջի բաժակը խմեցիր։ Գնացիր կնոջդ քիչ մնում սպանեիր, երեխայից sense։ Շատ ափսոս մեր ժամանակը ավարտվում արդեն։ Շատ ափսոս, բայց սա այնպիսի հարցեր են, որ սա իհարկե մի հաղորդման հարց է։ Էլի կիսատ մնաց։ Հա, կիսատ մնաց։ Եվ ընդ որում իհարկե չեմ ուզում թաքցնել, որ այն հարցերը, որ պատրաստել էի, իհարկե ես այսօր չհարցրեցի ձեզ, բայց ավելի հետաքրքիր մենք հարցեր շոշափեցինք։ Դրանք էլ շատ հետաքրքիր են։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, ես այսօրվանից պիտի ուսուցիչ ասեմ ձեզ, շատ շնորհակալ եմ, որ եկաք իհարկե շատ, ինձ թվում է մեր հեռուստադիտողին էլ հետաքրքրեց այս հարցերը, կշարունակենք մյուս հաղորդմանը, ստեսություն ձեզ սիրելիներս, կարող եմ ես հետ ինչ-որ հարցերում համոզեցինք ձեզ, համաձայնվեցիք մեզ հետ, կարող է և չհամաձայնվեցիք, դա ամեն մարդ ինքը պիտի որոշի, ինչն է ճիշտ, ինչն է սխալ ի վերջո, ճիշտ եմ ասում։ Այո, իհարկե։ Մինչև նոր հանդիպումներ, ստեսություն ձեզ եւ ցանկանում ենք ձեզ խաղաղություն, ինչ կցանկանաք պարոն Մոսինյան։ Ցանկանում եմ բոլորին խաղաղություն եւ ուրախություն, ներքին, արտաքին հնարավոր չի, այսքան բան տեսնելուց, լսելուց հետո, բայց ներսդ որ խաղաղ պահում ես, Աստված առիթ է գտնում քեզ հետ հաղորդակցվելու։ Եթե ես անհանգիստ եմ, հայհոյում եմ, կներեք, դե ջղայնացած էի, հայհոյեցի, խփեցի, կներեք, ջղայնացած էի, հավասարակշռությունս չկարողացա, կներեք, դե բոլորի հետ պատահում է, էլի։ Աստված ինչ գործ ունի այդտեղ։ Այսքանով ավարտենք այսօր։ Ստեսություն ձեզ, մինչ նոր հանդիպում։